Հոգեբանական նոր փորձառություն ամերիկաբնակ հանդիսատեսի համար։ Լոս Անջելեսում կայացել է լինել թե չլինել ներկայացման առաջնախաղը։ Բեմադրիչ Անի Գևորգյանը մեկտեղել է Սոֆոկլեսի ողբերգությունն ու Ժան Անուի ժամանակակից մեկնաբանություններն ու ստացել դրամա ողբերգություն։ Լոս Անջելեսում այդքան էլ հեշտ չի ճանապարհ հարթվում դասական ստեղծագործությունների համար, բայց մենք որոշեցինք, որ պետք է աստիճանաբար քայլեր ձեռնարկենք, որպեսզի բոլոր տեսակի, բոլոր ժանրերի արվեստները զարգանան, թատրոնը զարգանա եւ ես հավատում եմ, որ այստեղ ապրող մարդկանց մեջ նույնպես կգտնվեն մարդիկ, որոնք որ բարձր արվեստը գնահատում են եւ սիրով սպասում են դասական ստեղծագործությունների եւ հաճույքով կգան մեր ներկայացումը կդիտեն։ Ռեժիսորն անկեղծանում է, դերասանների հարցում բախտը բերել է, իրենց բազմազբաղ առօրյայում երբեք չեն բացակայել փորձերից, ավելին ոգևորել են իրեն, այսօր արդեն մտածում են ներկայացման ապագայի մասին։ Ցանկություններն ու երազանքները մեծ են, մասնակցել փառատոների, նույնիսկ գնալ Հայաստան, խաղալ անգլերեն նույնը, տեսնենք, ինչպես որ կստացվի։ Գլխավոր հերոսին մարմնավորում է Հայաստանի վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանը, նշում է թատերական եւ դրամատուրգիական աշխարհի ամենադաժան բռնապետին է կերտել։ Հույս ունի, հանդիսատեսն անտարբեր չի մնա կրեոն արքայի հանդեպ։ Աշխարհի բոլոր դերասանները նույն արյունն ունեն։ Եվ աշխարհի բոլոր թատրոնները էլի նույն արյունն ունեն։ Այստեղ արյան խմբի հարց է։ Դերասանը միայն մասնագիտություն չէ, սա տեսակ է։ Սա հատուկ տեսակ է, որ ազգային պատկանելություն չի ճանաչում։ Ես ոչ մի վարքյան ինձ դիսկոմֆորտ, այսպես ասած, կամ որևէ անհարմարություն ես չզգացի որևէ հարցում։ Դերասանները կարծում են, որ լինել թե չլինել ներկայացումը երկար կյանք է ունենալու, քանի որ ռեժիսորն իսկապես հետաքրքիր լուծումներ է տվել։ Ամերիկաբնակ մեր հայրենակիցներին եւ ոչ միայն նրանց հրավիրում են ներկայացումը դիտելու նաեւ դեկտեմբերի 3-ին եւ 9-ին։ Յուրա Վահանյան, Հակոբ Փափազյան, լուրեր։